Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր ոդքասթների շարքը եւ այսօր մեր հյուրն է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Այդա Ավետիսյանը, ողջույն Այդա ջան։ Այ մենք այսօր որոշել ենք իրար հետ որ պետքա քննարկենք, թե ինչ է մեր ընդհանրապես քաղաքական դաշտում տեղի ունենում ու ինչքանով կարող են երիտասարդները քաղաքական դաշտը փոխեն։ Եթե մի փոքր դու հիմա մեր քաղաքական դաշտը ներկայացնես, քո տեսանկյունից ոչ ընդհանրապես կնկարագրես, էլի շատ հետաքրքիր է։ Դες բնականաբար պետք է նկարագրեմ երիտասարդության աչքերով, քանի որ ես ինքս էլ երիտասարդ եմ ու որպես երիտասարդ եմ դեռևս մասնակցում բոլոր գործընթացներին։ Նախ առհասարակ երիտասարդության աչքերով ինչ է քաղաքականությունը, ինչ վիճակում է Հայաստանի քաղաքական դաշտը, առհասարակ քաղաքականություն ասելով երիտասարդների մեծ մասը այսպես փողկապներով, լուրջ դեմքերով մարդկանց է պատկերացնում, ովքեր ինչ-որ ելույթներ են ունենում ու դա ոնց որ առաջին ազդակն է լինում ավելի շատ վանվելու այդ ամեն ինչից, բայց իրականում մարդիկ ու առհասարակ այս բան երիտասարդությունը պետք է գիտակ որ քաղաքականությունը ավելի լայն հասկացություն է ու քաղաքականությունը ամենուր է, այսինքն սկսած թե խանութներում ապրանքների գները ինչ տատանումներ ունեն, տրանսպորտի գինը ինչքան է, օրինակ նույն մեր փոշոտ քաղաքը ինչու է այս վիճակում, երթևեկությունը, հանցագործությունները, երկրում այդ ամեն ինչը քաղաքական են ու այդ ամեն ինչը մեզ շրջապատում են ու երբ որ գիտակցենք, որ դա է հենց քաղաքականություն ու քաղաքական որոշումների արդյունքը, կհասկանանք, որ քաղաքականությունից ոչ թե պետք է վախենալ ու վանվել, այլ ավելի շատ ներգրավել դրանում ու լինելով հենց երիտասարդ, ովքեր ունեն ավելի այսպես էներգիա, ավյուն ու շատ մտքեր, որոնք կարող են ներդնել այդ գործընթացների մեջ։ Ու առհասարակ քաղաքական մասնակցությունը ինչ է, ինձ համար ոչ միայն ընտրություններին մասնակցելն է, որին կարծում եմ ամենապասիվ ձևն է քաղաքական մասնակցության, որովհետև դա հենց մեր քաղաքական ու քաղաքացիական պարտքն է, այլ նաև առհասարակ հետաքրքրվել է քաղաքականությամբ, ուսումնասիրել է, թե ինչ է կատարվում իրենց շուրջ, ինչ որոշումներ են կայացում, որոնք առաջինը ազդում են հենց մարդու վրա, որովհետև քաղաքական որոշումները, ինչքան էլ այսպես երկրի մասին, պետության մասին ինչ որ որոշումներ են, դրանք առաջին անդրադառնում են մարդու կենսակերպի վրա։ Այսինքն եթե նույնիսկ դեմ ենք այդ քաղաքական անձանց, ովքեր ձևավորում են այդ նույն քաղաքական դաշտը, չպետք է դեմ լինենք մեր կենսակերպի ուսումնասիրությանը ու հասկանալու թե ինչ պայմաններում ենք ապրում ու ինչ պայմաններում կշարունակենք ապրել։ Եթե խոսեմ մի փոքր քաղաքական դաշտի մասին, ինձ թվում է երիտասարդությունը քաղաքական դաշտի մասին այն շրջանակները, ովքեր ակտիվորեն ներգրաված չեն, ունեն պատկերացումները առհասարակ անձանց տեսքով, այսինքն քաղաքական ուժերը ու քաղաքական դաշտը իրենց համար ընդգծվում են ու արտացոլվում են ինչ-որ մարդկանց կերպարանքներով, օրինակ ընդդիմադիր դաշտում X անձը, իշխանական դաշտում X անձերը եւ այլն, ու ըստ այդ անձերի հանդեպ ունեցած վերաբերմունքի կամ այդ անձերի ասված ելույթների, խոսքերի, գործունեության շնորհիվ ինչ-որ մտքեր ու գաղափարներ են ձևավորվում, որոնք հնարավոր է չարտացոլեն այն ամեն ինչի, ինչը իրոք կատարվում է։ Բայց իրականում եթե նայում ենք, իհարկե շատ վատ է, որ անձերով է պայմանավորված ընտրությունը, բայց իրականում շատ կուսակցություններ կան, որտեղ հենց անձերն են որոշում, այսինքն այդ կուսակցությունը հենց անձի վրա է ստեղծվել, ոչ թե գաղափարի, այսինքն մեր խնդրի հիմնական որ տեսնում ենք, գաղափարական ինչ-որ պայքար չկա, էլի դաշտում հիմնականում անձերի ներքին ինչ-որ շահերի միջև է պայքարը գնում, այն ինչ իսկական քաղաքական դաշտում, դասական քաղաքականության մեջ պետքա հենց պայքարների միջև կնես գաղափարների միջև պայքար գնա եւ հիմնական ոնց որ գաղափարը հաղթի, որը ավելի շատ ժողովրդը ընտրում է, բայց դա ոչ Հայաստանում չկա հիմա։ Իրականում կարելի ասել որ իզմերի բացակայություն կա, այսինքն չկան ինչ-որ գաղափարախոսություններ ու մարդկանց դա կարծում եմ նաև մտածված է, որովհետև այդպես ավելի հեշտ է մարդկանց թիրախավորել ու մանիպուլացնել։ Դե իշխանությունները ասեցին, որ մենք իզմերի բացակայություն ունենք ու այս ոնց ասում ենք իզմերի բացակայությունը գնալով բերեց նրան, որ հիմա դաշտը կոնկրետ այն վիճակում է, որ բավական քաղաքական դիսկուրսը շատ իջել է, էլի, եթե ընդհանրապես տենում ես հիմա հիմնական Facebook-ով են, իրար հետ բանավիճում, այսինքն դեմ արդեն ոչ բանավեճ կա, ոչ ինչ-որ խոսք կա, քաղաքական, հիմա Facebook-յան ինչ-որ քաղաքական դաշտ է, էլի։ Դե հայ իրականում այդ քաղաքական կրթվածության ցածր մակարդակի պատճառներից մեկն էլ հենց դա է, որովհետև մարդիկ երիտասարդները չեն տեսնում գաղափարախոսությունների բախում, չեն տեսնում գաղափարախոսական կոնֆլիկտ, տեսնում են ինչ-որ անձնային հարաբերություններ, միջազգային կոնֆլիկտներ, թե նույն խոսած ստատուսների տեսքով, թե ինչ-որ հանրային բանավեճերի տեսքով, որոնք առհասարակ բանավեճի տեսք էլ չունեն ու ինչ-որ փոխադարձ վիրավորանքների կամ այսպես բամբասանքների փոխանակում են։ Դրա համար երիտասարդությունը շատ ավելի դժվար է տրվում հասկանալ, թե X քաղաքական ուժը
իրենց ինչա ներկայացնում, ինչ օրակարգ ունի, հեսա շուտով օրինակ 26 թվականի ընտրություններին, եթե մասնակցի ընտրություններին, ինչ օրակարգով է ներկայանալու, որ նա իր արտաքին ու ներքին քաղաքականությունը լինելու, այս դեպքում մի 5x ավել դժվար լինում երիտասարդությանը որոշել ու իր մեջ ձևավորել իր քաղաքական հայացքները ու խոսքս ոչ թե հարելն է ինչ որ կուսակցությանը, այլ իր մեջ ձևավորել այն քաղաքացուն, որը ունի հստակ քաղաքական դիրքորոշում ու որը այդ դիրքորոշումից ելնելով կգնա ընտրություններին ու կընտրի իր կարծիքով արժանի տեխնատուին, այլ ոչ թե կտրվի այդ պահի էմոցիոնալ ազդեցություններին կամ ինչ-որ սադրանքներին, որոնք բնականաբար տարիներ շարունակ ոնց որ արդի են մեր քաղաքական դաշտում ընտրություններից առաջ բնականաբար։ Ու ինձ թվում է դա հենց փոխադարձ է, այսինքն չի կարող երիտասարդը ինքն իրեն քաղաքականապես կրթել առանց համակենտրոնացված այդ վատ կհնչի, բայց նաև քարոզչության, որովհետև եթե ուզում ես քաղաքականապես կրթված երիտասարդություն, պետք է կիրառես նաև որոշակի պետական լծակներ։ Թեկուզ օրինակ հենց համալսարաններում որոշակի այդպիսի բաժիններ հենց քաղաքական կրթվածության մասով, բաց քննարկումների մասով, որովհետև կարծում երիտասարդությունը այս բանի շատ կարիք ունի բաց քննարկումների ու շատ կարծիքների։ Ընդհանրապես մի հատ հետաքրքիր բան կա, որ եթե զգացել ես աշխարհում ավելի շատ բլոգերներն են սկսում քաղաքականությամբ զբաղվել ու հենց իրանք ավելի ֆավորիտն են դառնում, օրինակ շատ երկրներ կան բլոգերները հենց իրանք սայներով պատգամավոր են դարձել ու իսկ Հայաստանում էլ տենց կլինի, ճիշտ է Հայաստանում քաղաքական գործիչներն են բլոգեր դառնում, հա, օրինակ երկրի ղեկավարից սկսած, բայց շատ դեպքերում ուժ երկրներում, եթե միջազգային փորձ ենք բերում, տեսնում ենք, որ օրինակ շատ բլոգերներ իրանք սկսում են քաղաքականությամբ զբաղվել, սկզբում իրանք ոնց որ բլոգերական գործունեություն են վարում, հետո մտնում են քաղաքականություն ու սկսում են կապիտալ ինչ որ ձևավորել ու հետագայում արդեն դառնում են ժողովրդի կողմից ավելի ֆավորիտ, որովհետև հիմա դաշտն էնսա փոխվել, որ քաղաքական դիսկուրս հիմնականում չկա ու այն մարդը, որ ավելի sense լավ կարող է ժողովրդի խնդիրների մասին խոսալ, այդ մարդուն է սկսում են ընտրել, էլի, այսինքն հիմնական ինչ որ խնդիր չկա, խնդիրը իջել է այդ մակարդակի, որ ով լավ կարող է խոսալ, իրան են ընտրում։ Այս մասով իրականում բավականին երկար մտածել եմ, ուսումնասիրել նաև հայկական բլոգերների այդ շրջանակները։ Առհասարակ մարդկանց այս պահին շատ քիչ են հետաքրքրում այդ լուրջ ծանր թեմաները, ու մարդիկ ավելի շատ սիրում են ինչ-որ մեկի կյանքը նայել, ով ինչպես է հագնվում, ինչ ատում եւ այլն, ու շատ հաճախ այդ նույն բլոգերները, ովքեր բաց ցույց են տալիս իր կյանքով, իրենց կյանքով ովքեր ունեն շատ մեծ լսարան, շատ հաճախ են հայտարարում, որ մենք չենք խառնվելու ինչ-որ քաղաքական գործընթացների, չենք անելու քաղաքական հայտարարություններ։ Այստեղ խոսքը ոչ միայն բուն քաղաքականության մասին, այսինքն ընտրեք այս կուսակցությանը կամ սատարեք այս տեխնատուին։ Նույն օրինակ Բաքվում գերիների հարցը, չգիտեմ, մեր քաղաքի շատ խնդիրներ, որոնք հենց կապված են քաղաքապետարանի որոշումների կամ չկայացած որոշումների հետ, որոնք իրականում շատ ճիշտ կլիներ, որ մեծ լսարան ունեցող մարդիկ խոսեին դրանց մասին, որովհետև չեմ կարծում, որ իրենց ինտելեկտը այդքան չի հերիքի նման թեմաներ բարձրացնելու համար, բայց չի արվում, քանի որ այստեղ էլ կարծում եմ մարդիկ ավելի շատ ցանկանում են պասիվության քաղաքականությունը որդեգրել, մնել իրենց տիրույթում, դուրս չգալ այդ կոմֆորտ զոնայից, որ հետո նաև չենթարկվեն որոշակի քննադատությունների։ Այստեղ արդեն կարծում ոչ մեկ ինչ որ մեղադրելու բայց դա ընդհանրապես դասական մեխանիզմ է, ասենք բլոգերները ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, սկսում են կոնտենտ գեներացնել, հետո հենց հասկանում են, որ իրանք շատ հետևորդներ ունեն, մի քիչ կոպիտ ասած աշխարհինը տանում է, որոշում է, որ իրանք կան քաղաքականություն ու հայտարարում են, որ մենք այսօր այս զբաղվում ենք քաղաքականությամբ ու շատ դեպքերում ասնում են, այսինքն նես չէ, էլի չեն ասնում ու հենց այն մարդիկ հասարակությունն էլ հոգնած է լինում եւ շատ քաղաքական գործիչներից ու ասում է դե գնանք այս մարդուն ընտրենք, այս մարդը ինչ որ բան չի արել, հա, որ կարող է զղջանք, բայց չեն հասկանում, որ կարող է հետագայում նենց բաներ անի, որ հաստատ կարող է դրա համար զղջակ։ Այսինքն քաղաքականության համար չեն ընտրում մարդուն, իր քաղաքական մտքի համար չեն ընտրում, ու սիմպաթիա կա, կոպիտ ասած, դրա համար գրում ընտրում են մարդուն։ Դա արդեն ասում լսարանի քննադատական մտածողության հարցն է, որովհետև երբ որ դու կայացնելու շատ կարևոր որոշում ընտրելու ես քաղաքական գործչի, քաղաքական թիմի, քաղաքական կուսակցության, պետք է նախ ուսումնասիրես, թե ովքեր են այդ թիմի անդամները կամ ով է այդ գործիչը, որին դու քո ձայնը տալու ես։ Եթե դու հետևել ես նրան, որովհետև տարիներ շարունակ ինքը վարել է ինչ որ բժշկական կոնտենտ, իրական սա հենց իրական կյանքից օրինակ է, բժշկական կոնտենտ է վարել, բայց սկսում է այդ բժշկական կոնտենտի զուգահեռ քաղաքական հայտարարություններ անել իր էջում ու շատ ակտիվորեն։ Արդեն այստեղ հարց է առաջանում իր քաղաքական կրթվածության մասին, ինչ անգլերեն ասած background ունի, ինչ կրթություն ունի հենց այդ ոլորտում ու իրականում հաճելի է այսպես քաղաքական քննարկումների մեջ մտնել անընդհատ, որովհետև որքան էլ մեր ազգաբնակչությունը կարող ենք ասել քաղաքականացված չէ, չի սիրում քաղաքականություն
հենց այդ տերմինը դրա մեջ ներգրավել է, ամեն դեպքում քաղաքական թեմաները միշտ էլ կարծում եմ այսպես ինտրիգային են ու հաճելի են բոլորին, որովհետև թե հումորի մեջ, թե հեռուստատեսության մեջ, թե առօրյա խոսակցություններում միշտ կա այդ քաղաքականությունը, նույնիսկ թեթև ինչ-որ խոսքերի տեսքով, ու ինձ թվում է բոլորին էլ ինչ-որ կհետաքրքրի թեթև ստատուսի տեսքով, թե ինչ-որ հոլովակի տեսքով առնչվել դրա հետ։ Ու ինչքան հաճախ է դա լինում, այդքան մարդու մոտ ավելի շատ է տպավորվում այն գործիչը, որ դրանով զբաղվում է, ու ավելի շատ վստահության մակարդակ է առաջանում կամ բարձրանում կապված հենց լսանի մեդիագրագիտության հետ։ Դրա համար ես կարծում եմ նաև քննադատական մտածողության ու մեդիագրագիտության հարցը կա այստեղ, որքան բարձր է դա լսանի մոտ, այդքան ավելի հեշտ է կողմնորոշվելը, թե ում արժի դիտել, լսել ու աջակցել, հետևել, իսկ ում ավելի շատ այսպես չեղարկել կոպիտ ասած։ Հիմա կոնկրետ իշխանության կողմից տարբեր ինչ-որ։ Դա հիմնականում մեր մոտ միջելուց ասեմ, sense ինչ-որ բան էլ կա, որ շատ ժողովուրդների մոտ է հատկապես այդ սովետական երկրները, որ իրանք միշտ փորձում են իշխանության անցնել, ու ընդհանրապես եթե նկատել ես մեր երկրում իշխանության շատ դժվար է փոխել, այդ sense սովորույթ է, էլի, իշխանությունները շատ դժվար է լինում փոխել, ու մեր ժողովուրդն էլ միշտ փորձում է դեպի իշխանություն գնա, որ կոպիտ ասած ինչ որ խնդիրներ չառաջանա իր մոտ, այսինքն այդ մտածողությունը դեռ մնացել է մեր ժողովրդի մոտ, ու կոնկրետ հիմա այս բայդրությամբ ինչ որ քարոշություն է գնում, իմիջիայս քարոշությունն էլ է լինում բացասական դրական, էլի, պարտադիշի քարոշությունը միշտ բացասական գնա, բայց այս բայդրությամբ ինչ քարոշություն է կոնկրետ գնում, որ եկեղեցին է խառնում քաղաքականությանը եւ այլն, բայց օրինակ եթե օրինակներ ենք բերում, հա, կարող չգիտեմ, օրինակ կաթոլիկ եկեղեցում բերենք օրինակ, պատկերացնում ես օրինակ կաթոլիկ եկեղեցում մեղադրեն, որ դուք խառնում եք քաղաքականության մեջ, այնինչ շատ եկեղեցականներ կա, որ ասում են օրինակ մենք այս ուժին ենք չեն ասում համակրում, բայց ասում են, որ այս քաղաքականությունը ճիշտ կլինի վարվի, իրանց կարծիքներն են հայտնում երկրում իրավիճակի հետ կապված, բայց ոչ մեկ օրինակ Ջորջա Մելոնին հաստատ չի որոշել, մի օր ինչ-որ հավաք կազմակերպի, գնա Վատիկան ու որոշի, որ պետքա ամբողջ կաթոլիկների, չգիտեմ, հա, ղեկավարին ինչ-որ ասի, որ դու քաղաքականության մեջ ես, ուրեմն պետքա հեռանաս, ու այստեղ մի շատ կարևոր բաներ կա, եկեղեցին ու պետությունը այս առումով անջատ են, ինչի, որովհետև եկեղեցին ինքը ոչ թե պետության, այլ ամբողջ հայերին է, իսկ Սփյուռքում ապրում են ավելի շատ հայեր, քան պետություն, նույնն օրինակ կաթոլիկ եկեղեցուն, չէ՞, ասենքն Վատիկանում են կոնկրետ կաթոլիկ եկեղեցու կենտրոնը Վատիկանն է, բայց կաթոլիկները հոմենակ Իտալիայում չեն, չէ՞, շատ տարբեր երկրներում են, այսինքն էս է հարցը, մի քիչ այս առումով խնդիր է մեր մոտ, որ չգիտեմ, պետքա եկեղեցական է, ինչպես նաև մենակ եկեղեցականները չէ, օրինակ դպրոցի դասախոսները, դպրոցի համալսարանի դասախոսները պետքա քաղաքականության չխառնվեն, որովհետև հնարավոր է նրանց հեռացնեն, հա, այսինքն այս մտածողությունը մեր մոտ կարմատացած է։ Մի քանի կետով անդրադառնամ, որովհետև շատ կարևոր բաներ ասացիր, նախ առաջինը հենց քարոզչության մասին, որովհետև իրոք քարոզչությունը միայն վատ բան չի, այսինքն դա միշտ ընկալվում է որպես վատ բացասական, բայց օրինակ հենց Հիսուսն էլ հենց քարոզիչ էր ու քարոզում էր քրիստոնեությունը, այսինքն քարոզչությունը ունի շատ լավ դրական կողմերը, ու հաճախ մենք էլ կարող ենք դառնալ քարոզիչներ, ինչ որ շատ դրական գաղափարներ տարածել հենց մեր հասակակիցների շուրջ։ Մյուս մասով, երբ որ խոսում ենք իշխանությանը սատարելու հետ կապված, ես մի դեպք հիշեցի իմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ որ մեզ հայտնի դեպքեր եղան, սեպտեմբերի 20-ին մենք արդեն համալսարանում հավաքված էինք, որոշ մեկ ինչ գործողությունների պետք է դիմենք։ Միանանք ցույցերին եւ այլն, այդպիսի մի բան, ու քանի որ մեր ֆակուլտետի եւ կուրսի մեծ մասը այսպես ընդդիմադիրի հարցն չի իրականում այստեղ, որովհետեւ այստեղ արդեն ոնց որ հայրենիք ունենալ չունենալու հարցներ, բայց ամեն դեպքում, երբ որ այդպես խոսում ենք, կազմակերպում ենք եւ այլն, մի դեպք եղավ, որ կուրսընկերներից մեկը ասաց, որ ոնց որ ես չեմ մասնակցում, երբ որ հարցրինք թե որն է պատճառը, ասաց ես չեմ թողնի, որ իմ իշխանության մեջքը կոտրվի, այսպես ասեմ։ Ու այստեղ բնականաբար առանց ինչ-որ քննադատության, բայց կա այստեղ այդ ոնց որ գիծը, որ մարդիկ, երբ որ չունեն հստակ քաղաքական կողմնորոշում, ցանկանում են ավելի շատ լինել իշխանության կողմը։ Ու նաև կարողանակ երբ որ կարող հավելում անեմ, պետքա միշտ իշխանությանը ու պետությանը իրարից տարբերել, այսինքն դու կարաս ինես ընդդիմություն, բայց դու չպետք է անես նենց քայլեր, որ կարա պետությանը վնասի, ինչ քայլ որ իշխանությանը բան չանես, չսիրես։ Ու ստեղ արդեն ընդդիմության գրագիտության հարցն է, որ դու պետք է այնքան գրագետ լինես, որ իշխանությանը անձին, ով տարբեր կասխալ քայլեր անի ու պետությանը տարբերես ու նենց չլինի, որ օրինակ իշխանությանը հարվածելով պետությանը հարվածես։ Կարող է դա նկատի ունեցել, բայց այստեղ պետք է հստակ ընդդիմությունը այնքան գրագիտություն ունենա, որ տարբերի իշխանությունը ու պետությունը ու նենց չլինի, որ իշխանությանը հարվածելով պետությանը էլ հարվածի, որովհետև նենց հաստատվում, որ իրանք շատ մոտիկ են գտնում այս բայդրությամբ, էլի իշխանությունը ու պետությունը։ Դե բնականաբար պետք է տարանջատվի նախ իշխանություն, պետություն, ընդդիմություն հասկացությունները ու առհասարակ ինձ թվում է ատելությամբ կամ այլ էմոցիայով լցվելը ինչ որ
քաղաքական ուժի կամ քաղաքական գործի հանդեպ ինքը ամենաառաջին սխալն է, որ մենք թույլ ենք տալիս վերլուծություններ անելիս, որովհետև պետքա մաքսիմալ ռացիոնալ մոտենալ այդ հարցերին, որովհետև էմոցիոնալ, չգիտեմ, սիրել ինչ որ պատմական կերպարի, կարող ես գնահատել նրանց ճանապարհը, նրա կատարած քայլերը, բայց էմոցիաներն այդ ամեն ինչի մեջ բնականաբար խանգարում է ձևավորելու քո ներսում ունեցած այդ քաղաքական կարծիքը ու քաղաքական դիրքորոշումը։ Դրա համար այս մասով էմոցիոնալ արտահայտությունից պետք է կարծում եմ զերծ մնալ, իսկ ինչ վերաբերում է որ քիչ առաջ ասացի դասախոսների այդ կաշկանդվածության հետ կապված լսարաններում եւ այլն, իրականում ես արդեն քանի որ 4-րդ կուրսում եմ սովորում ԵՊՀ-ում, այսպիսի մի բան եմ նկատել, որ երբեք չեմ ունեցել ինչ որ բաց քննարկում իմ դասախոսների հետ, բնականաբար չեմ քննադատում որևէ մեկին, բայց կարող եմ ասել, որ թե իմ կուրսընկերների համար լինելով հենց այդ ֆակուլտետի ուսանող բավական կարևոր է ունենալ բաց քննարկումներ, մանավանդ որ իմ ուսումնառության տարիներին երկու խոշոր ռազմական գործողություններ եղան, մեկը 2022 թվականի սեպտեմբերի ջերմուկի դեպքերն էր, երբ որ ես առաջին կուրս էի, մյուսը 23 թվականի արդեն Արցախի կորուստը, ու ես հիշում եմ թե ինչքան ոգևորությամբ էի ուզում, որ որևէ մեկը մեզ, չգիտեմ, հավաքի, լսանում թեկուզ խոսի իր կարծիքով, կիսվի ոչ թե ինչ որ քաղաքական քարոզչության տեսքով, այլ թեկուզ մասնագիտական առումով ինչ որ ուղղություն տա, թե ինչա կատարվում առհասարակ մեր երկրում եւ այլն, ու հիշում եմ թե ինչքան այսպես կարոտենք այդ ամեն ինչին, որ իրականում այդպես էլ չեղավ։ Հնարավոր է որ կան օրինակներ դասախոսների, որոնք այդ ամեն ինչը կազմակերպել են։ Ես իրականում չեմ էլ մեղադրում, որովհետեւ հատկապես պետական համալսարանում շատ խիստ վերահսկողություն կա ու այսպես դասախոսներն հնարավոր է կաշկանդվեն ու չուզենան շատ այդ թեմաների մասին խոսել, բայց կարծում եմ երիտասարդներին շատ պետք են այդ քննարկումները ու բաց թեմաները, ու առհասարակ եթե չենք կարողանում այդ ամեն ինչը գտնել մեր համալսարաններում, կարող են գտնել այլ հասարակական կազմակերպություններում քննարկումներ, պանելային քննարկումներ եւ այլն, որտեղ գոնե ինչ որ մասնագետներ կփորձեն մեզ ուղղորդել ու լսենք իրենց կարծիքները, հասկանանք թե ինչ ուղղությամբ է գնում մեր երկիրը ու ինչ կարող ենք մենք ձեռնարկել որպես երիտասարդներ։ Հայաստանում այս պայթուցությամբ շատ նոր ուժեր են, հա, քաղաքական ուժեր են ձևավորվում։ Այդ քո կարծիքը ո՞րն է, ըստ քեզ մեր ժողովուրդը, հա, որպես այդպեսին, դե ընտրողները շատ դեպքերում լինեն ավելի տարիքով մեծ մարդիկ ու իրանք ավելի շատ որ ուժերին կվստահեն, հա, ընդդիմության տեսանկյունից կոնկրետ եթե նայենք, քանի որ իշխանությունը դե մեկ կոնկրետ ղեկավար ունի այս պայթուցությամբ, այսինքն իշխանությունը մեկ ճակատով է գնալու, բայց ընդդիմությունը ունի թե ընդդիմությունը ով որ նախկինում է եղել, հա, խորհրդանական ընդդիմություն, թե ուժերը ովքեր որ նոր են ձևավորվել, շարժումներ, կուսակցություններ, այ ըստ քեզ ժողովուրդը նոր ուժերին ընդհանրապես հավանություն կտա քո կարծիքով այս պայթուցությամբ գործող քաղաքական դաշտում։ Եթե այսպես տարիքային բաժանում անենք, խոսենք մի փոքր ավելի տարիքով բարձր սեգմենտի մասին, մի ցավալի բան կա, որ տարիքով ավելի բարձր սեգմենտը ավելի քիչ մեդիագրագետ է, քան ավելի երիտասարդները, ու այդ արդեն որոշակիորեն խնդիր է հանդիսանում հատկապես ընդդիմադիրների համար, քանի որ իշխանությունը շատ թիրախային աշխատում է այդ սեգմենտի շուրջ։ Կարծում եմ նախ պետք է ընդդիմադիր դաշտը թիրախավորի այդ սեգմենտը ու հասկանա ինչպես աշխատի իր հետ, նաև կարող է մարզային շրջաններում մարդկանց հետ շփումները ու տեղեկացվածությունը, որովհետև այնտեղ շատ ավելի пассив է, քան օրինակ քաղաքային շրջաններում, հատկապես Երևանում։ Կարծում եմ տարիքային ավելի բարձր սեգմենտի մարդիկ իրենց նախապատվությունը տալու են այն մարդկանց, ովքեր ավելի շատ են կոնտակտի դուրս գալու իրենց հետ, որովհետև իրենց համար ավելի կարևոր է լինելու մարդկային շփումները, մարդկային հարաբերությունները ու այսպես տետատետ քննարկումները ու օրակարգի այդ ձևաչափով ներկայացումները, որովհետև երիտասարդների համար հեշտ է, չգիտեմ, բացել, կարդալ, ուսումնասիրել, նայել ասուլիսները եւ այլն, բայց ավելի տարիքով մեծ մարդկանց համար կարծում եմ ընդդիմադիր դաշտի ուժերը կարող են ավելի այսպես մտերմիկ հարաբերություններ հաստատել ու շփումները այդպես կազմակերպել։ Այս պահին եթե քննարկենք թե ինչ ուժեր կան առհասարակ ընդդիմադիր, որ այսպես մեծ հավանականությամբ մասնակցելու են ընտրություններին 2026 թվականին, կարծում եմ այս պահին մեծ թափ հավաքող մեր ձևով շարժումը կարող է ոնց որ հաշվի առնելով այս կետերը ավելացնել իր շփումների մակարդակը, որովհետև երիտասարդների հետ աշխատելը շատ ավելի հեշտ է տրվելու, իսկ տարիքով ավելի մեծ անձանց հետ պետք է նախապես ամիսներ առաջ դեռևս տանել այդ քննարկումները, աշխատանքները ու չսպասել այն վերջին վարքյանին, երբ որ մեկ ամիս առաջ շատ մեծ թափով տալիս են այդ ամեն ինչը ու ժողովուրդը արդեն ավելի խառնված չի հասկանում թե ով է ճիշտ, ով է սխալ, ով է մանիպուլացնում, իսկ ով ոչ, իսկ երբ ընտրություններից արդեն սկսեն օրակարգի ներկայացումը դանդաղ քայլերով բացատրելով մարդկանց հետ ոնց որ հաղորդակցվելով, կարծում եմ ավելի արդյունավետ կաշխատի, որ ուժն էլ դա փորձի անել։ Իշխանությունների հիմնական թեզը այն է, որ այդ նախկին ներկա բանը չլինի, որ նախկինները հետ չգան, հա, ու շատ փորձագետներ կան, որ ասում են, օրինակ, եթե նախկին նախագահները գնան, հեռանան քաղաքականությունից կամ գոնե թե չառաջադրվեն,
ավելի կմեծանան ընդդիմության շարժը, ասենք այդ քո մեր ձեւով շարժմանը, չգիտեմ, քո նշած կամ չգիտեմ, Արման Թաթյանի ուժին այնտեղ նշած համադրական շարժումը կա, տարբեր շարժումներ կա, հայակվեն եւ այլն, այսինքն տարբեր շարժումներ կան, կուսակցություններ կան, որոնք հələ ոչ իշխանության են եղել, ոչ էլ ազգային ժողովում ներկայացված են եղել որպես ընդդիմություն, իրանց շանսերը ավելի կմեծանան։ Քո կարծիքով օրինակ որ նախկին նախագահները չմասնակցեն, ընդհանրապես նախկին երեք նախագահները չմասնակցեն ընտրությունների կշատանա ընդդիմության շանսերը ու այդ թեզը վերջնականապես իշխանության կողմից կվերանա նախկին ներկայի թե էլի կշարունակվի։ Իրականում այդ թեզը իշխանությունների այն ամենահենարանային թեզերից մեկն է ու առասարակ այդ նախկիների դեմոնիզացնելու թեզը ու այդ այնքան իրականում շատ այնքան արդյունավետ արվել որ ժողովուրդը սկսել է հավատալ դրան ու նույնիսկ համեմատականներ չանցկացնել թե այն ժամանակ ինչ ա եղել ու հիմա ինչ ա կատարվում իրական ուղղակի այստեղ հավելեմ որովհետև իշխանությունը ճիշտ ասում է նախկին ներկա բայց օրինակ շատ գործարարներ կան որոնք որ նախկինում եղել են օրինակ նախկին իշխանության անդամ հիմա օրինակ այս իշխանության հետ են համագործակցում նույն ձևով կամ օրինակ իշխանությունը շատ դեպքերում մեղադրում է որ չգիտեմ ռուսական գործականներ են չէ նախկինում եւ այլն բայց նույն ձևով օրինակ իբրև թե ասում են որ դիվերսիֆիկացում են այսինքն տարբեր երկրների հետ համագործակցում բայց Ռուսաստանի հետ առավտուրը ավելի է շատացել ինքը չէ որ շատ նորմալ է այս տեսանկյունից ուղղակի իրանք փորձում են այս առումով ասեն որ դիվերսիֆիկացում են բայց հակառակը ավելի շատ են օրինակ նույն Ռուսաստանի հետ առևտուրը շատացնում ու նույնը նախկինների հետ, այլ նույն գործարարների հետ են համագործակցում, այսինքն այստեղ թեզերը ինչ առումով, որ իրանք այդ թեզերն էլ էլի ամուր թեզեր չեն, այսինքն եթե ճիշտ գրագետ աշխատանք տարվի, այդ թեզերն էլ հնարավոր է կոչվել։ Ինձ թվում է եթե նույնիսկ ստեղծվի իրավիճակ ու նախկին նախագահները հենց անձամբ չմասնակցեն, միևնույնն է լինելու են մարդիկ, ինչպես դու նշեցիր, ովքեր նախկինում սկսել են իրենց գործունեությունը, օրինակ գործարար ոլորտում, թե քաղաքական ոլորտում, որոնք ինչ որ ներկայություն ունենալու են այդ ընտրություններին։ Այսինքն միշտ էլ հնարավոր է գտնել հենարան, հենվել դրա վրա ու այդ նախկինների թեզը միշտ էլ առաջ բերել։ Ու կարծում եմ, որ այս դեպքում հնարավոր է որ լինի այսպես իշխանությունների վերընտրվելու հավանականության անկում եթե նախկինները չմասնակցեն բայց այս դեպքում ընդդիմադիր դաշտի այսպես մի փոքր խախտում է տեղ ունենում որովհետև երբ որ նախկին նախագահների ղեկավարած ուժերը հեռանում են ովքեր են մնում ու այդ մնացած ուժերից ինչ մակարդակի վստահություն է ժողովրդի մոտ ես կարծում եմ որ ես իրականում ամբողջովին կողմ չեմ որ նախկին նախագահների ուժերը տոտալ հեռանան այդ դաշտից որովհետև օրինակ ազգային ժողովում հենց նույն Հայաստան դաշինքը շատ մեծ ներկայացվածություն ունի համեմատաբար մնացածի հետ կարող են օրինակ անձնային վերափոխակերպումներ անել օրինակ նախագահները նկատի ունես որ այս պահին ես կարծում եմ որ ժողովրդի համար ավելի դեմոնիզացված կերպարին հենց նախագահները ու իրենց կարծում եմ ավելի շատ մոտ հարող ինչ որ անձինք բայց օրինակ նույն Հայաստան դաշինքում շատ մեծ համակրանքավարում օրինակ հենց կին պատգամավոր Աննա Գրիգորյանը եթե օրինակ այդ ուժը որոշի փոխակերպել իր այսպես ընտրությունների մասնակցելու առաջատարին, այսինքն այն անձինը, որ տեխնատությունը դնելու որպես առաջատար, կարծում եմ որոշակի փոփոխություններ հնարավոր են, բայց ես ամեն դեպքում կողմ չեմ այդ տոտալ հեռացմանը, որովհետև որքան էլ այդ թեզը առաջատարվում, ամեն դեպքում ժողովրդի համար էլ է խորտ լինելու ու ավելի շատ է լինելու այդ աղմուկը թե ընտրություն։ Ու ես կարծում եմ, որ ամեն դեպքում նախկին նախագահները ունեն այս բանի որոշակի վստահություն, որը ունի ժողովրդի հանդեպ։ Նախկին ասելով ընդհանրապես ինչ ենք հասկանում։ Դա ես հասկանում նախկինում ղեկավարած։ Ես քեզ նախկին չեն օրինակ։ Այսինքն նախկինում չեն եղել, չեմ հասկանում։ Օրինակ շատ մարդիկ կան, իրանք իշխանության չեն եղել, բայց էլի իշխանությունները ասում են նախկին են, դե որովհետև դուք նախկինում եք քաղաքականությամբ զբաղվել։ Հիմա այս իշխանությունները ամենանախկինը չեն համարվում, եթե կազմն այն կոնկրետ այս իշխանության, շատերը նախկինում եղել են, այսինքն նախկին ասվածը ինչ է նշանակում։ Օրինակ, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը ենթադրենք օրինակ նախկին համակարգը փնովում է, հա, այսպես ասած, ինքը նախկին համակարգում падգամավոր է եղել։ Եթե այդքան վատ նա կոռումպացված եղել նախկին համակարգը ինքը ոնց է падգամավոր դարձել այդ նախկին համակարգում ու կարողացել տենց ազատ շփվի, տենց ազատ ելույթներ ունենա, ինչը հիմա հնարավոր չէ, էլի, օրինակ այդ ելույթները նույն հիմա ունենալ, ինչը որ ինքը նախկինում ունեցել է։ Այսինքն այդ նախկին թեզը շատ տարօրինակ թեզ է, էլի, որ նախկին ասելով ինչ եք հասկանում։ Այսինքն բոլորս էլ նախկին ենք, բացի մեզնից իհարկե, մենք նախկին չենք երկուսս կարանք ասենք հաստատ, բայց շատ հիմա քաղաքական գործիչներ գրեթե չկան, էլի, որ նախկին չեն կամ նախկինում չեն մասնակցել ինչ-որ գործընթացների։ Ոստեղ մի հատ շատ կարևոր բան էլ կա, որ չի կարող ունենց մարդ լինի, որ ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չլինի, այսինքն պետք է մարդ լինի, որ նախկինում էլի ինչ որ քաղաքականությամբ զբաղվել է, չէ՞, որ չի լինի, օդից մարդ չի գալու, էլի մեր մեջից է լինելու, էլի լեռան մարդ, որ նախկինում էլ է զբաղվել, հիմա էլ է զբաղվում, այսինքն այդ թեզը ինքը տարօրինակ թեզ է, էլի որպես այդպեսին։
Դե եթե ռացիոնալ տիրույթում ենք նայում, նախկին նշանակում է նախկինում ղեկավարած, երկիրը ղեկավարած անձ։ Ինքը հիմնականում թիրախավորում է հենց նախկին նախագահներին։ Բայց եթե նայում ենք հենց էմոցիոնալ դաշտում, որ ներկայացվում է, այսինքն ժողովրդի հետ ամատուցվում, հենց նախկինում ոնց որ ազգային ժողովում ներկայացվածություն ունեցած, նախկինում քաղաքականությամբ զբաղված անձինք են, որոնք վատն են, որոնք այսպես շատ սխալ որոշումներ են կանցրել, որոնք պետք է հեռանան եւ այլևս չվերադառնան։ Բայց այդ նույն սկզբունքով 2026 թվականի ընտրություններին այս իշխանությունները պետք է հեռանան եւ այլևս չվերադառնան, այսինքն չվերընտրվեն, որովհետեւ իրենք էլ կործանալ որոշումներ են կայացվել ու ոնց որ իրենք էլ կարող են համարվել նախկին այն պահից, երբ որ սկսվեն ընտրությունները։ Այսինքն ինձ թվում է այդ թեզը, երբ որ բացենք այսպես մանրամասն սկսենք ներկայացնել ու բոլոր իր երանգներով, առաջինը վնաս է տալու հենց այդ թեզը հորինողին, այսինքն այս ներկայիս իշխանություններին, ովքեր հորինել են այդ թեզը իրենց պաշտպանելու համար, բայց այդ առաջինը իրենց դեմ գործող թեզ է։ Այսինքն կարծում ինքը հենց երիտասարդների մոտ, եթե օրինակ երիտասարդության մասին ենք խոսում, ինքը առաջին մերժելի թեզերից պետք է լինի, որտեղ երբ որ իրոք քննադատական մտածողությամբ նայում ես այդ նախկինների թեզերին կամ սև ու սպիտակների թեզերին, իրենք ոչ մի բանի մասին են, որտեղ երբ որ դու դնես քննարկես այդ ամեն ինչը, դու ոչ մի բան չես հասկանա, որովհետև իրենք ուղղակի մանիպուլյացիա են, որոնք տրվել են 2018 թվականին, որոնք իրենց ժամանակը ապրել են, այդ ժամանակում աշխատել են, բայց իրենք հիմա ոչինչ են, մանավանդ եկող ընտրություններին, երբ որ արդեն ցանկացած 3 ժամկետով առաջադրվի, այնինչ նախկինում ասում էր, որ հնարավոր չի 3 ժամկետով առաջադրվել, չէ՞, նախկին նախագահին ասում էր, որ ոնց կարող է 3 ժամկետով առաջ համադրությունը փոխում հնարավոր կլինի դե յուրե, բայց որպես այդպեսին ինքը ասում էր, որ պետքա օրինակ 3 ժամկետ չլինի, բայց հիմա հնարավոր չի, որ բացի իրանից օրինակ ինչ-որ մեկը լինի, որտեվ եթե ինքը չկա նաև թիմը, այդ գաղափարախոսությունն է հիմա տիրում։ Դե եթե հենվենք իր արած հայտարարություններին ու հետո այն հայտարարություններին, որոնք արվել են դրանից հետո ոչինչի չի համապատասխանում, ու առասարակ այսպիսի մի փաստ կա պատմության մեջ, որ երբ որ արվում է հեղափոխություն, չնայած սա ավելի շատ հեղաշրջում է, որտեղ հեղափոխությունը ավելի մեծ ծավալների ու հենց երկրի վարչակարգի փոփոխության մասին է, բայց եթե արվում է հեղափոխության իշխանության եկած հաջորդ ուժը միշտ կրկնում է նախորդի արած հայտարարությունները, նախորդի արած սխալները, ու հետո արդարանում է այդ արված հայտարարությունների ու սխալների համար, այսինքն հենվել թե ինչ հայտարարություններ է արել իշխանության գլուխը ու թե ինչքանով է դա համապատասխանել իրականությանը, կարծում եմ ընդհանրապես չարժի, որովհետև էլի ոչինչ չենք ստանալու դրանից, բայց դրանք կարող են օգտագործել նաև իրենց ասած հենց թեզերը մերժելու ու այսպես ջախջախելու համար, որովհետև չնայած հեշտ է տալ հարց ու չստանալ պատասխան, որը որ մենք համարյա ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է շրջանցվում բոլոր այն կարևորագույն հարցերը, որոնք վերաբերում են էսպայի մեր երկրի դրությանը, ամեն դեպքում չպետք է մոռանալ այդ հայտարարությունները ու ավելի շատ թեկուզ հենց ընդդիմադիր դաշտը որոշակիորեն հենվի դրա վրա ու ցույց տա, որ ինչքան մեղադրանքներ են եղել իրենց հանդեպ, որոնք եղել են փուչ ու որոնք այդպես էլ չեն իրագործվել։ Մերսի շատ Այլա ջան այսօր քննարկման համար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն հարգելի հետևորդներ, կհանդիպենք